Բարի երեկո, առաջին ալիքի եթերով շաբաթ արևմտահայերենով ամփոփելու ժամն է, ես Սիվանա Կարապետյանն եմ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիի մեջ հանդիպած է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կողմերը ողջունած են Վաշինգտոնի մեջ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի հյուրընկալությամբ եւ վկայությամբ կայացած խաղաղության քաղաքատնաժողովի պայմանավորվածություններու իրականացման գործի մեջ արձանագրված հարաճընթացը։ Անոնք նշած են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններու կարգավորման գործընթացի թրական կենսունակության պահպանման եւ հարաճմղման կարեւորությունը երկկողմանի ձևաչափով։ Կողմերը ընդունած են, որ երկու երկրներու հասարակությունները առօրյայի մեջ ագանադես կլան խաղաղության իրական օգուտներուն։ Անոնք հողունակություն հայտնած են երկկողմանի արևդուրի մեկնարկի եւ Ադրբեջանեն Հայաստան քարուղային մթերքի շարունակական արտահանման, ինչպես նաեւ երրորդ երկրներեն Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հացահատիկի եւ այլ ապրանքներու տարանցման կապակցությամբ։ Ընդգծված է, որ պիտի շարունակվին ուսումնասիրվիլ երկկողմանի արևդրատնտեսական համագործակցության ընդարձակման հնարավորությունները։ Կողմերը ողջունած են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներու փոխադարձ այցելությունները եւ համաձայնած են վստահության ամրապնդման միջոցառումներու ընդարձակման անհրաժեշտության հարցին շուրջ։ Փաշինյանը եւ Ալիևը քննարկած են նաեւ թրիփի եւ այլ ենթակառուցվածքներու նախագիծերու իրականացումը։ Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը վերահաստատած են իրենց պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը երկու երկրներու միջև խաղաղության եւ կայունության հետագա ամրապնդման ուղղությամբ եւ համաձայնած են պահպանելու շփումները երկկողմանի հարաբերություններու կարգավորման գործընթացին աջակցելու նպատակով։ Աբու Դաբիի մեջ կայացած Զայեդ մարդկային եղբայրության մրցանակապաշխության ընթացքին մրցանակ հանձնված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Վարչապետը նշած է, որ ասիգա ոչ միայն խաղաղության համաձայնագրի, այլև հակամարտության էջը փակելու փաստի հաստատումն է։ Ալիևը մրցանակը փնութագրած է որպես պատմական, ընդգծելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը մեկնարկած են խաղաղության փուլ։ Երկու երկրներու ղեկավարներն ալ խաղաղության ելագետը համարած են օգոստոսի 8-ին Վաշինգտոնի մեջ ցերկ բերված համաձայնությունը եւ կարևորած է միջազգային աջակցությունը գործընթացին։ 2025 թվականի հուլիսին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն Աբու Դաբիում բանակցում էին խաղաղության օրակարգի շուրջ։ Այսօր նրանք երկուսն էլ նույն Աբու Դաբիում մրցանակ են ստանում խաղաղությունն առաջ մղելու համար։ Զայեդ մարդկային եղբայրության մրցանակը շնորհվում է նրանց Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման տարածաշրջանում համագործակցության եւ կայունության ապահովման օրակարգը հետեւողականորեն առաջ մղելու համար։ Զայեդ մրցանակի գլխավոր քարտուղար Մոհամմադ Աբդելսալամը, որ մրցանակի հանձնաժողովի անդամների հետ հունվարին Երևանում էր, նշել էր այն, ինչ անում է վարչապետ Փաշինյանը խաղաղության համաձայնագիրը կյանքի կոչելու համար, օրինակ է աշխարհում շատ հակամարտություններ համար։ Այս տարի մրցանակի հավակնորդների թվում է եղել 350 մարդ, ավելի քան 90 երկրից։ It is important to strengthen peace. It will have concrete impact for that both in Armenia and Azerbaijan. Այսպիսի մրցանակ հանձնելու արարողությունը սկիզբ առած է 2019-ին Զայեդ կկոչվի Իբադի վարապական Միացյալ Էմիրությունց հիմնադիր հանգուցյալ Շեյխ Զայեդ բին Սուլտան Ալ Նահյանի։ 15 երկրների 16 մրցանակագիրներուն այսօր ավելցան Հայաստան Նիկոլ Փաշինյան անունները։ Prime Minister of Armenia Nikol Pashinyan. We need to agree who will be speaking first. Անհավանական այսպես բնորոշեց տեղի ունեցողը Հայաստանի վարչապետը։ Վերջին գրեթե 40 տարիներու ընթացքին երբեք չէիք տեսներ խաղաղություն Հայաստան-Ադրբեջան բարերը միասին։ Ու եթե միասին օգտագործվեին, ադիգաբիդի նշանագեր անհավանական բամը։ Այս արարողությունը միայն խաղաղության համաձայնագիրը դոնելու մասին չէ։ Անիգա նաև Հայաստանի եւ Ադրբեջանի կողմէ այն փաստի հաստատումն է, որ հագամարտության էջը փակված է։ Հագարակ բարակային անիմաստ պիտի լար երկու կողմերուն համար քալ եւ ընդունել մրցանակը։ Ադրբեջանի նախագահը բաղը համարեց խորհրդանշական, մրցանակը պատմական։ Մենք ավելի քան 30 տարի պատերազմի մեջ էինք։ Հիմա գաբրինք խաղաղության մեջ։ Մենք կսորվինք ապրիլ խաղաղության մեջ։ Ադիգա առանձնահատուկ զգացում է։ Մենք երբեք չենք ապրած խաղաղության մեջ։ Մենք արագ կսորվինք։ Մրցանակը թե պետք է հանձնվի երկու երկրներու ղեկավարներուն, բայց ադիգա երկու ժողովուրդներու ցերկբերումն է վարչապետ Փաշինյանի ընդգծումներ։ Անշեշտադրած է, որ իրենք համարձակ քայլեր ցերնարկած են, բայց երկու ժողովուրդներուն նոր աբակա ընտրելու պատրաստակամությունն է, որ հնարավոր դարձուցած է պատմական այս պահը։ Հագամարտության ընթացքին շատերը զոհված են եւ բազմաթիվ սքացող ընտանիքներ գեհդեվին այստեղ գդարվողին։ Անոնց մոմանք գրնան այս իրադարձությունը ավելորդ համարել, բայց դարաբանկներու շարունակությունը ըստ փոփանք չէ եւ հարկանք չար դահայդեր դարաբաց
զոհվածներուն հանդեպ։ Սպանություններու շարունակությունը սփոփանք չէ եւ հարկանք չարդահայտեր զոհվածներուն ու անոնց հարազատներուն հանդեպ։ Խաղաղությունը միակ սփոփանքն է բոլորին համար։ Խաղաղությունը մեծակույն հարկանքն է զոհերու հիշադակին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհակալության հասցեադերը մարդիկ են, երկու երկրներում մեջ ապրող։ Ես կցանկայի շնորհակալություն հայտնել մեր երկու ժողովուրդներուն այն ընկալման համար, որ անցյալը փոփոխման ենթակա չէ եւ այն մեր հնարավորություններեն դուրս է։ Հետևաբար մենք պետք չէ գետրոնանանք այն բանի վրա, ինչ որ չենք կրնար փոխել, այլ պիտի գետրոնանանք մեր ազգերուն համար խաղաղ ու բարգավաճ աբակամը գերդելու վրա։ Վաշինգտոնի պատմական քաղաքատնաժողովեն իդ վերջին 6 ամիսները կարևոր եղած են երկկողմանի հարաբերություններու զարգացման համար, տևական խաղաղության ուղղությամբ շարժելու համար հայտարարեցալ եւ ըփեմահարթագեն, ցերկբերում համարելով արդեն իսկ ցերկբերված երկկողմանի պայմանավորվածությունները։ Մենք ոչ միայն վերացուցինք Ադրբեջանի միջոցով դեպի Հայաստան բեռնափոխադրումներու սահմանափակումները, այլև սկսանք արդահանելու կարյուղային ապրանք Հայաստան, այսինքն սկսած ենք համագործակցել, կավելցնենք առևտրաշրջանառությունը, առավոտյան հանդիպեցա իմ հայ գործընկերոջս հետ եւ քննարկեցինք թե ինչպես առաջ շարժիլ։ Ալիևի թիդարկմամբ Հայաստանի ու Ադրբեջանի այն ցերսեղմումը պատերազմող երկրներու համար պետք է լա ճանապարհային քարտեզ։ Կգարձեմ մեր օրինակեն պետք է թասեր առնեն, որպես ճանապարհային քարտեզ ընդունին այն երկրները, որոնք թեր կբادرազմին։ Մեր օրինակը գաբացուցե, որ խաղաղությունը հնարավոր է, հագարակ երկար դեված հագամարտության եւ հագարակ փոխադարձ անվստահության։ Ադիգա հնարավոր է, երբ երկու կողմերը ունին ուժեղ քաղաքական կամք եւ երբ այդ խաղաղության գաճակցին բարեկամ երկրները։ Ասիգա նաեւ միջազգային հանրության աջակցության դրսեւորում է, որովհետեւ որոշումը գայացուցած է թադավորներու կոմիտեն, որուն գազմի մեջ ընդգրկված են աշխարհի դարբեր ծայրերը բարձր հարկանքի արժանացած անդամներ։ Այս մրցանակը հիմնադրված է նորին քերազանցություն Ալ-Ազհարի քերակույն իմամի եւ նորին սրբություն Հռոմի Բաբի համատեղ չանքերով։ Այս փաստը կխորհրդանշե մահմեդական եւ քրիստոնեական աշխարհներու աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության, նշած է Հայաստանի ղեկավարը։ Մինչև այստեղ այս ապողջուններու հասնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ հանդիպած էր Զայեդ մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մոհամմեդ Աբդուլ Սալամի հետ։ Անվստահեցուցած է մրցանակի արժանանալու փաստը նոր աստակ պիտի դա խաղաղության օրակարգին։ Արդեն մրցանակը ստանալու ադեն երկու երկրներու ղեկավարները շեշտած են խաղաղության մեկնարկային գետը օգոստոսի 8-ն էր։ Վաշինգտոնի մեջ Թրամփի չանքերով ցերկ բերված համաձայնությունը։ Զայեդի մարդկային եղբայրության այս բադվավոր մրցանակը ստանալու այս նշանակալի արդիվ ես կցանկայի խորին երախտագիտությունս հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգներու նախագահ Դոնալդ Թրամփին, որուն անձնական ներգրավվածությունն ու խաղաղության գաղափարին նվիրվածությունը հիմնական կորձոններն էին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման համար եւ հուսով եմ, որ մենք բադիվ պիտի ունենանք ներկա գտնվելու անոր Նոբելյան խաղաղության մրցանակը ըստ արժանվույն շնորհելու արարողության, որուն անարժանի է։ Խորհրդանշական է նաև, որ Աբու Դաբիի մեջ իրականացվող Զայեդ մարդկային եղբայրության 2026 մրցանակապաշխութենեն ուղիղ 7 ամիս առաջ այս օրերուն Վաշինգտոնի պատմական քաղաքատնաժողովեն 1 ամիս առաջ երկու երկրներու ղեկավարները գրգին Աբու Դաբիի մեջ էին։ Տնելու խաղաղության հիմնակարը առաջին երկկողմանի հանդիպումով եկան համաձայնության, որ պաշտոնական տեսք ստացավ Վաշինգտոնի մեջ։ Մրցանակը ստանալու պատմական բահուն հաջորդած է ընտանեկան լուսանկարը։ Փեմ հրավիրվեցան նաև վարչապետի Դիգինը, Աննա Հակոբյանը, Ալիևի Թուստերն ու թոռնուհին։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցելությամբ Ռուսիա կգտնվեր։ Այցելության ընթացքին Սիմոնյանը հանդիպած է Ռուսիա արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովի եւ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Քննարկված են Հայաստան-Ռուսիա հարաբերությունները, Եվրասիական տնտեսական միության շրջանագեննես համագործակցությունը, փախստականներու կանոններու փոփոխությունը, ինչպես նաեւ ռուսական ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացվող հայ վարորդներու խնդիրները։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցելությամբ Ռուսիա կգտնվեր։ Սիմոնյանը ընդունած է Ռուսիա արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովը։ Եվրասիական տնտեսական միության անկախ պետությանց համագործակցության եւ միջազգային այլ հարթակներու վրա գործակցության հարցեր են մինչեւ օտար երկրաքաղաքացիներու վերաբերյալ Ռուսիա օրենսդրության մեջ կատարված փախստականներու կանոններու փոփոխություններու հարցերը քննարկման օրակարգին վրա էին։ Անդրադարձ կատարված է թեպի Ռուսիա բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդներու համար հարաճած խնդիրներուն եւ զանոնք կարգավորելու ուղղությամբ իրականացվող քայլերուն։ Армения заинтересована
Հայաստանը հետաքրքրված է Ռուսիո հետ գաբերով, այլ ընկալում Հայաստանի մեջ չկա։ Միևնույնադեն հասկանալի պատճառներով բادرազմի ավարտենի հետ առաջին օրերեն մենք փորձած ենք եւ կփորձենք ղեկավարել իրավիճակը մեր դարաշրջանեն ներս։ Եվ մեր քննադատմամբ ադիգա վատ չէ դրսևորված։ Բայց ես չեմ ցանկար, որ Ռուսիո մեջ այնպիսի ընկալումը լա, թե Հայաստանը կփորձե ցևով մը բան մընել Ռուսիո բարեկամական եւ տաշնագից բեդության թեմ։ Հակառակ այն հանգամանքին, որ իհարկե կան հարցեր, որոնք պետք է քննարկվին։ Հայաստանի եւ Ռուսիո արտաքին գործոց նախարարները այդ հարցերը ամբողջությամբ կքննարկեն։ Երկրներու ղեկավարներն ալ ադոմով կսպաղեն, շարունակեց Սիմոնյանը։ Լավրովը մտահոգող առանցքային հարցերու շարքիներ Եվրամիության անդամակցելու գործընթացի մասին Հայաստանի խորհրդարանի ընդունած օրենքը։ Լավրովի խոսքով Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության անդամակցությունները անհամատեղելի են։ Գշարունակվին քննարկումները այն մասին, թե որն է ավելի կարևոր եւ օգտակար Հայաստանի համար Եվրասիական տնտեսական միության շրջանագեն ներս համարգման գործընթացներու շարունակությունը, թե Եվրամիության կանոններու եւ չափանիշներու ընդունումը։ Մենք անոնց կհետևենք, բայց դուք գիտեք մեր դիրքորոշումը։ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը անհամատեղելի է այն սկզբունքներուն հետ, որոնք ընկած են Եվրամիության անդամակցելու հիմքի մեջ։ Ասիկա ծեր ընտրությունն է եւ մենք զայն լիովին կհարկենք։ Ռուսիո արտաքին գործոց նախարարը գագնկալ է, սակայն որ Հայաստանը հաշվի գարնե այն արդյունքները, որոնք գրանցած է Եվրասիական տնտեսական միության անդամակցելու 10 տարվան մեջ։ Մոսկվան ցեզի համար կմնա հիմնական արևդրային եւ տնտեսական գործընկերը։ Մենք հանձնարարու ենք ընդլայնելու այդ գործակցությունը եւ հարաճ մղել խոշոր ենթակառուցվածքներու նախագծերը, նշեց նախարարը։ Ալեն Սիմոնյանը արձագանքեց Հայաստանը պետք չէ դուրս գա Եվրասիական միութենեն։ Փոխարենը գրելի է գտնել լուծում, որ մեկը շահին երկու կողմերնալ։ Հայաստանի, Ռուսիո եւ Ադրբեջանի միջև երակողմանի համացայնությունը թույլ կտա լուծել բեռնափոխադրական հարցերը հարավային Կովկասի մեջ, շարունակեց Սերգեյ Լավրովը։ Բոլոր պայմանավորվածությունները, որոնք ցերկ բերված էին 2020-2022 թվականներուն Ռուսիո եւ Ադրբեջանի նախագահներու եւ Հայաստանի վարչապետի մագարտակով մեր գարձիկով արտիական կմնան։ Նախ եւ առաջ դարաձաշրջանի մեջ տնտեսական փոխադրամիջոցային եւ բեռնափոխադրական խնդիրներու լուծման համար։ Լավրովի համոզմամբ Հայաստանի թեմ խառնածին հարցակումներու մասին բնդումները դարօրինակ են։ Մենք կգարձենք, որ պատասխանատու քաղաքական գործիչները Երևանի մեջ կհասկանան, որ նման քայլերը ակնհայտ սադրիչ նպատակներով կկատարվին։ Հայաստանը մտահոգված է ռուսական կողմի հրաբարակային գերբով հաջող հնչող հրեդորափանությամբ արձագանքեց Ալեն Սիմոնյանը։ Нас беспокоит риторика. Մենք մտահոգված ենք հրաբարակայինորեն շատ հաջող հնչող հռետորապանությամբ։ Ադիգակը մտահոգ է ոչ միայն մեզ, այլև Հայաստանի հասարակությունը։ Հայ հասարակությունը շատ բացասական գարցականք է Մոսկովեն հնչող հայտարարություններուն։ Այդպես գարցականք են, քանի որ Մոսկովը կարևոր է։ Գանգալում, որ Մոսկովը տաշնագից եղած է եւ կմնա, անոր համար շատ ցավալի է լսել այդպիսի հայտարարություններ։ Անդրադառնալով հապկին Սիմոնյանը նշեց, որ կան հարցեր, որոնց պատասխանները Երևանը թեր չէ ստացած։ Ընդլայնված գազմով մյուս հանդիպումը Վալենտինա Մատվենկայի հետ էր։ Ռուսիան գործնականին մեջ կհաստատի Հայաստանի հուսալի արևդրատնտեսական եւ ներդրումային գործընկերելալու իր ղեկավարիչը, նշեց Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը։ Ընդգծելով վիճահարույց հարցերու լուծման գործի մեջ խորհրդարանները թերը, Ալեն Սիմոնյանը վերահաստատեց Հայաստանի ազգային ժողովի շահագրգռված երկխոսության եւ երկարաժամկետ հերանեկարի մեջ բոլոր ուղղություններով փոխշահավետ գործակցության զարգացման հարցին մեջ։ Հանդիպան ադեն քննարկեցին նաեւ դարաշրջանային խնդիրներու վերաբերող հարցեր։ Դաշնության խորհրդի խոսնակը նաև հայտնեց, որ հրավերի բարակային ռուս խորհրդարանականները պատրաստ են, որպես դիտորդ մասնակցելու Հայաստանի մեջ իրականացվելիք խորհրդարանական ընդրության։ Անգեյետ խոսնակները հանդես եկած են հայտարարություններով։ Մատվիենկոն անդրադարձավ ներկա մագարտագին, քննադատական տալով միջխորհրդարանական գործակցության ներկա մագարտագին։ Наметили планы на будущее. У нас очень хорошо работает. Մենք նախանշած ենք ապակա ծրագիրներ Հայաստանի ազգային ժողովի եւ Դաշնային ժողովի միջև միջխորհրդարանական հանձնաժողովը շատ լավ կգործե։ Մարտին նախադեсված է անոնց հերթական հանդիպումը գործակցության հարցեր քննարկելու համար։ Կգարձեմ մեր երկրներու դաշնակցային հարաբերություններու կարևոր փաղադրիչ են խորհրդարանական գործակցությունն ու բաց երկխոսությունը։ Ալեն Սիմոնյանին հարց ուղեց ռուս լրագրողը, թե արդյոք չեն վախնար, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը հերանա Երևանեն, իսկ Եվրամիությունը որ գնահանդրե հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիո հետ չաճակցիր Երևանին։ Я считаю, что Армения как суверенная Կգարձեմ Հայաստանը որպես ինքնիշխան պետություն իրավունք ունի հավասարակշռելու իր քաղաքականությունը։ Հայաստանը չի պատրաստ իր գանկնելու ովևէ մեկուն գողքը կամ կորձելու ովևէ մեկուն թեմ։ Հայաստանը ունի իր արտաքին քաղաքականությունը եւ իր դեսլագանը։ Հաջորդ հարցը կվերապերեր եկեղեցվո շուրջ ստեղծված իրավիճակին։ А где вы видели гонения на армянскую апостольскую церковь?
Ուր տեսակ հալածանքներ հայ առաքելական եկեղեցվո նկատմամբ։ Եթե նման բան տեսակ, ես կմիանամ ցեզի եւ միասին կգասեցնենք անոնց, որոնք հալածանքներ կիրականացնեն եկեղեցվո թեմ։ Հայ առաքելական եկեղեցվո մեջ կան մարդիկ, որոնք չեն համապատասխաներ նույն ինքն եկեղեցվո սահմանած կանոններուն։ Ես չեմ հիշեր ավելի գրոնական իշխանություն մը Հայաստանի մեջ եւ քանի մը անցերու նույնացնել հայ առաքելական եկեղեցվո հետ սխալ է։ Կհասկնամ, որ որոշ քաղաքական դարեր կփորձեն անձնական շահերը պաշտպանելու համար ներկայացնել ադիգա որպես հալածանք։ Իրականության մեջ նման բան չկա։ Կան քրեական հանցագործություններ, կան բարոյական հանցանքներ։ Իմ դաստիարակությունս թույլ չի դար հիմա այդ մասին խոսելու, բայց գրնակ հասկանալ թե ինչ նկատի ունիմ։ Անդրադարձ եղավ նաև Հայաստանի մեջ ներքաղաքական իրավիճակին, լրագրողի բնդման, թե քաղաքական ցերպակալությունները Հայաստանի մեջ դարձած են սովորական, ազգային ժողովի նախագահը պատասխանեց. Я очень извиняюсь, с каких это пор? Գներեք, բայց ինչու պետք է ես քննարկեմ, թե ինչպես Հայաստանի քրեական օրենսգիրքը կգիրառվի Հայաստանի քաղաքացիներու նկատմամբ։ Ադիգա Հայաստանի ներքին գործն է։ Անոնք, որոնք կխախտեն քրեական օրենսգիրքը, պետք է պատասխանատվություն կրեն։ Քաղաքական անվանել զանոնք ես լսած եմ միայն որոշ ինտիմատիր գործիչ եւ հիմա նաեւ ցեզմե իշխանության զավթման սպառնալիքներ, անգարկություններու գազմագերբում սպանություններ, ենթադրյալ սպանություններ։ Գսեմ ենթադրյալ, որբեսի ովևէ մեկուն իրավունքները չխախտեմ։ Վարչապետի նախարարի իմ եւ արտաքին գործոց նախարարի նկատմամբ, երբ վան է ադիգա քաղաքական դարձած է։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսիա Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի դեղակալ Յուրի Վորովիովի ուղղակցությամբ այցելեց նաև անհայտ զինվորի հուշարձան եւ ծաղիկներ խոնարեցուց անմար գրագին առջև։ Ամփոփված է Էլևմուտի նախարարության 2025 թվականի աշխատանքը, քննարկված են պետական դարեհաշվի կատարման արդյունքները, բագասուրդի եւ ծախսերու վերահսկման ցուցանիշները, ինչպես նաեւ դարեհաշվին համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացված քայլերը։ Անդադարձ կատարված է հարկային քաղաքականության նոր հայեցակարգի մշակման ընթացքին եւ քանցապետական համակարգի մեջ թվայնացման, ներառյալ արհեստական բանականության գիրառման, փորձարկման ծրագրի հնարավոր ներդրումը։ Էլևմուտի նախարար Վարե Հովհաննիսյանն հայտնած է, որ դարեհաշվին հիմնական հանձնարարությունները կատարված են ամբողջ ծավալով։ Ոլորտային գործընթացներու թվայնացումը եղած է Էլևմուտի նախարարության 2025-ի առաջնահերթություններ են։ Գերադեսչության նախորդ դարվան աշխատանքի արդյունքը ամփոփված է։ Առաջիկա ծրագիրները քննարկված են վարչապետի մասնակցությամբ։ Նիկոլ Փաշինյանը ընդգծած է, որ թվայնացումը շարունակելու է համարվել առաջնահերթություն։ Երկրի ղեկավարի խոսքով թվայնացումը սելով պետք է հասկանալ նաև արհեստական բանականության ներդրումը։ Մենք կոնկրետ մեր նախագծերի փորձարկը համալիր փորձարկությունները արհեստական բանականությունով պետք է բանանենք։ Անենք, որպեսզի հասկանան, որովհետև մենք եթե մենք շինարարության փուլում ենք հասկանում, որ մեր նախագծում խնդրեմ կա, շարունակում մենք չենք կարողացել այդ նախագիծը կարդալ կամ կարդացել ենք չենք հասկացել։ Հակառակ դեպքում մենք հենց նախագծման փուլում կիմանայինք, որ մեր նախագծում խնդրեմ կա։ Մենք հիմա սուպեր համակարգիչ ունենք։ Հեսա ուրիշ ավելի մեծ սուպեր համակարգչային կարողություններ ենք ունենալու, եթե արդեն չունենք։ Մենք պետք է այս հնարավորություններից օգտվենք մեր կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար։ Վարչապետը նկատել տված է, որ արհեստական բանականությունը այսօր բազմաթիվ խնդիրներ լուծելու հնարավորություն է։ Օրինակ, պետական համակարգի մեջ կան բազմաթիվ ծառայություններ եւ ստորաբաժանումներ, որոնց գործը միշտաթի դարգելն է։ Նիկոլ Փաշինյանի խոսքով այդ գործառույթները կարելի է տնել արհեստական բանականության վրա։ Դա այն բանն է, որ հաստատ ոչ մեկ ավելի լավ չի կարող անել, որովհետև մոնիտորինգը նշանակում է ուշադրություն տեղի ունեցող process-ների նկատմամբ։ Իսկ մարդկային մոնիտորինգը միշտ ինչ-որ բան աչքից բաց է թողելու։ Հետևաբար մենք կարող ենք այսպիսի խնդիր դնել, որ որտեղ մոնիտորինգ արվի միայն արհեստական բանականության գործիքով։ Այսինքն խնդիրը առաջադրվում է եւ արհեստական բանականությունն է անում։ Զեկուցված է, որ մեկնարկած են քննումներու նոր էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքները, որոնով կնախադեсվի ապահովել ընթացակարգերու լիարժեք թվայնացում, քննումներու քաղաքականության բարելավում, թափանցիկության բարձրացում։ Զեկուցված է նաև, որ գրճատված է պետական կառավարման համակարգին մեկ անց է քննումներու ծավալը։ Նոր համակարգը մեզ թույլ է տալու ունենալ թվային խանութ, համակարգի ներսում գեներացվող պայմանագրեր, սահմանվող ընթացակարգերի լիարժեք թվայնացում եւ պլանավորման նոր մեթոդներ, սա նաեւ իր մեջ ներառում է
այն փոփոխությունները, որոնք մենք իրականացրել ենք անցած տարի եւ այս տարի էլ մի փոքր մասուն ենք անելու գնումների քաղաքականության բարելավման իմաստով։ Կագնգալվի, որ պիտի բարձրանա գնումներու քաղաքականության մշակման եւ գնումներու գործընթացներու գազմագերման արդյունավետությունը, գնումներու թափանցիկությունը։ Գնումներու էլեկտրոնային համագարկը պիտի գործի 2027 թվականին դեղեկացուցած է ԵԼՄՈՒԴ-ի փոխնախարարը հավելելով, որ համագարկը պիտի աշխատի 10 տարի։ Մենք այս անգամ ոչ թե առել ենք համագարկ, որը հետո պետք է սպասարկվի, այլ ամբողջական պակետ ենք առել, այսինքն մենք ասում ենք, որ 10 տարի պետք է անընդհատ համագարկը աշխատի։ Հիմա այս համագարկի պայմաններում էլ թող տնելու է շրջանը։ Պետք է ոչ լինի, գրեթե բացառվում է, որ լինի։ Իմ կանխավարկածը միշտ եղել է այն, որտեղ մենք ասում ենք թվայնացված, նշանակում է այդտեղ թուղթ չկա, բայց հետո պարզվել է, որ մենք երբեմն ունենում ենք թվային եւ զուգահեռ թղթային, այսինքն թվայինը կա, ամբողջական կա, բայց միևնույնն է, նույնը կարելի է անել թղթային տարբերակով։ Դրանով իմ կարծիքով մենք թվայնացման մոտիվացիան եւ արդյունավետությունը եւ մեր ծախսի արդյունավետությունը նվազեցնում ենք, որտեղ այնտեղ որտեղ ասում ենք թվայնացում, մանավանդ երբ որ խոսքը գնում է գնումների մասին, պետքա թղթայինը բացառվի, որովհետեւ թվայնացում նշանակում է ավելի լավ հետագծելիություն, թափանցիկության ավելի մեծ համակարգ եւ այլն եւ այդպես շարունակ։ Ներկայացված են մեծ տնտեսական եւ հարկային տարեհաշվային ցուցանիշները, կարևորված է պետական ԵԼՄՈՒԴ-ի կառավարման միասնական հարթակի ներդրումը, որ հնարավորություն պիտի տա բարձրացնելու պետական ԵԼՄՈՒԴ-ի կառավարման արդյունավետությունը, ներդնելու վերահսկողության ինքնաշխատ գործիքակազմեր։ Հաջորդ առաջնահերթությունը ֆիսկալ կայունության ապահովումն է։ Առաջիկա անելիքների մասով առանձնացրել ենք 4 հիմնական գործողություն հարկային քաղաքականության մասով, որոնց մեծ մասը քննարկվել է հենց հայեցակարգի քննարկման շրջանակներում, դա հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների ամորտիզացման համակարգի ազատականացումն է, որտեղ թույլ ենք տալիս ներդրումները ավելի արագ վերադարձնել ոսկե այրերի օտարման գործակների մասով ԱԱ-ի հարկման բազայի որոշման կանոններն ենք պլանավորում վերանայենք, բանկերի հարկման մեխանիզմներն ենք պլանավորում փոփոխության ենթարկել եւ ըստ ինձ ամենակարևոր գործողություններից մեկը դա եկամտային եւ ծախսային քաղաքականությունների սինխրոնացումն է, որով պլանավորում ենք ավելի հազվադեպ ունենալ կամ տարի մեկ ունենալ հարկային քաղաքականության փոփոխություններ եւ դա համահունչ դարձնել մեր ծախսային քաղաքականությունների հետ։ Նշված է նաեւ արհեստական բանականության փորձարարական ծրագրի կորձարկման հնարավորություններու մասին, որ պիտի ներդրվի կանցապետական համագարկին մեջ վերլուծական նպատակով։ Ներկայացված են հարկային քաղաքականության նոր հայեցակարգի ուղղությամբ աշխատանքները, որոնք միտված են տնտեսվարողներու եւ քաղաքացիներու համար արդար, մրցակցային եւ գայուն հարկային միջավայրի ստեղծման, ազգային տնտեսության ներդրումային գրավչության բարձրացման։ Մենք այլ հանձնառություններ էլ ունեինք, որը վերաբերվում էր ՀՆԱ-ի 4.5% կազմող դեֆիցիտ ունենալու պահանջով, տարեսկզբի դրական ազատ մնացորդ ունենալու պահանջով եւ վերաբաշխումների ծավալը 3%-ի մակարդակում պահպանելու պահանջով, այս բոլոր գործողությունները ուրախ ենք, որ կատարվել են։ Նախարարության առաջնահերթություններն է նաև պետական տարեհաշվի ծախսերու արդյունավետության բարձրացումը։ Վարչապետի մասնակցությամբ խորհրդակցության քննարկված են տարեհաշվային համագարկի կատարելագործման, ջգունության եւ հաշվետվողականության ուղղությամբ կատարված քայլերը։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության նախաձեռնած քննարկման ադեն աշխատանքի եւ ընկերային հարցերու նախարար Արսեն Թորոսյանը ներկայացուցած է ընկերային ոլորտներն իրականացված աշխատանքները։ Աննշած է, որ 2018-ին մինչև այսօր Հայաստանի մեջ ստեղծված է շուրջ 300,000 աշխատատեղ։ Նախարարի խոսքով նվազած է անապահովության համագարկի մեջ ընդգրկված ընտանիքներուն թիվը, քանի անգամ բարձրացված է նվազագույն կենսաթոշակազայն հասնելով 36,000 դրամի։ Քննարկման ընթացքին անդադարձ կատարված է սահմանամերձ բնակավայրերում մեջ բնակարանաշինության, պետական աջակցության եւ տեղահանված ընտանիքները բնակարանով ապահովելու ծրագրին։ Մինչ ոմանք ընտրություններուն ընտարաջ կխոստանան 300,000 աշխատատեղ ստեղծել, գործող իշխանությունը ադիգա արդեն կատարած է։ Աշխատանքի եւ ընկերային հարցերու նախարարի արձանագրումներ քաղաքացիական պայմանագիր խմբակցության նախաձեռնած աշխատանքային քննարկման ադեն։ Արսեն Թորոսյանը հակադարձեց բնդումներուն, թե իշխանությունները ոչ թե նոր աշխատատեղ ստեղծած են, այլ եղածները ստվերեն դուրս բերած են։ Անասա, որ եթե նույնիսկ այդպես է, ադիգա կխոսի այն մասին, որ մինչև իրենց իշխանության քալը երկրի մեջ այդքան ստվերային աշխատատեղ եղած են, ինչ որ հարկային թաշ 2025 թվականի դեկտեմբերի աշխատատեղերի թիվը 822,662,
2018 թվականի ապրիլի թվից, հա, որ բառս ուղիղ իմաստով ասենք որ դա մեր իշխանության օրոք է տեղի ունեցել, որ ոչ առաջ, ոչ հետո։ Տարբերությունը 281,234 է։ Այսինքն մենք ըստ էության հեղափոխությունից մինչ օրս եւ դա ամեն ամիս շարունակվող տնի 281,000 աշխատատեղ են ստեղծել, մոտ 300,000 աշխատատեղ են ստեղծել։ Թափուրի մասով տեսեք, մենք այս պահին մեր միասնական սոցիալական ծառայության կենտրոններում ունենք գրանցված մոտ 3,000 թափուր աշխատատեղ, բայց նաեւ ես ձեզ ցույց տվեցի, որ ունենք նաեւ 30,000-ից ավել գրանցված գործազուրկ, հա։ Այստեղ հիմնական խնդիրները շատ են, բայց հիմնական խնդիրներից մեկը դա կվալիֆիկացիան է, այսինքն չեն համապատասխանում գործ փնտրողները աշխատատեղի հետ։ Բայց այս թվերն էլ էլի միշնում են եւ մեր ակտիվացած աշխատանքի շնորհիվ իրար կապելու եւ այն ծրագրերի, որ մենք անում ենք եւ կանենք։ Քորոսյանը դեղեկացուց աշխատանք փնտրող մոտ 1000 հոգի էլեկտրոնային հասցեով ուղարկված է թափուր աշխատադեղերու ցանկը, սակայն շատ քաղաքացիներ ալ էլեկտրոնային հասցե չունին։ Համագարկչեն օգտվել չեն գիտեր ինչ որ խնդիր է։ Ըստ անոր գրթության, գիտության, մշակույթի մարմնամարզության նախարարության եւ բարձր արհեստագիտական արդյունաբերության նախարարության գործընկերներու հետ կքննարկվին թվային քրագիտության դասընթաց իրականացնելու հնարավորությունը։ Ընկերային ոլորտի մեջ իրականացված բարեփոխումներ են նախարարը անցնացուց կենսաթոշակի բարձրացումը։ Նվազագույն կենսաթոշակն ենք բարձրացրել մի քանի անգամ եւ գիտեք որ այս պահին նվազագույն կենսաթոշակը, որը ըստ էության կոչվում է ծերության նպաստ, հա, դա այն քաղաքացիներն են, որոնք որ չունեն մինչև 10 տարվա աշխատանքային ստաժ եւ 65 տարեկանում ստանում են ծերության նպաստ, կազմում է 36,000 դրամ, նախկինում դա եղել է 16,000 դրամ։ Անապահովության համագարկի մեջ գրանցվածներու թիվի անկումը նկատելի է, սա նախարարը։ Ըստ անոր 2018-ին հայտ համագարկի մեջ 92,564 ընտանիք եղած է, հիմա 48,778 է։ Պատգամավորներու հարցեր են զատ նախարարը պատասխանեց նաև քաղաքացիներու առցանց հարցերուն։ Անոնց մեկը պատգամավոր Ղազարյանը ընթերցեց։ Լիլիթ Հակոբյանն է գրել, աշխատանքային պայմանագրերի լրացուցիչներն այս պահին չեն պահպանում հերթականությունը։ Խնդրում եմ վերանայել այդ դաշտը։ Մենք խոսենք մեր գործընկերների հետ պետեկամուտների կոմիտեի, որտեղ համակարգը իրենց մոտ է եւ եթե հեշտացնելու, ջուրինացնելու այդ առաջարկը կօգնի աշխատողներին եւ գործատուներին, միանշանակ կանենք։ Հիմա որոշակի խնդիրներ ենք տեսնում այդտեղ էլեկտրոնային ստորագրությունների ձեռբերման հետ կապված, որտեղ մենք ինչքան էլ ժամանակ ենք փաստացի տալիս մեր քաղաքացիներին, որ իրենք ձեռբերեն ID քարտ եւ էլեկտրոնային ստորագրություն, նրանք դա թողնում են վերջի օրվան եւ մենք հիմա հերթեր ունենք ID քարտերի ստացման ամիսներով նույնիսկ ու հնարավոր է մենք գանք եւ խնդրենք ազգային ժողովին այդ մասով փոփոխություններ անել, որպեսզի իրավիճակը կայունացնենք եւ սահուն անցում կատարենք, որպեսզի մարդիկ չզրկվեն աշխատելու իրավունքից։ Անդրադարձ եղավ նաև աշխատանքային օրենսգրքի մեջ աշխատաժամանակի գրջատման օրենքի նմանադեպ նախագիծ դեռ 2025-ին կքննարկվեր։ Վերադարձ պիտի ելա անոր թե ոչ, նախարարը շեշտեց, պետք է կենտրոնանալ աշխատելու վրա, փոփոխություններ այս պահուն չեն նախատեսվիր։ Հարցերեն մեկը գարանչվեր առողջության ապահովագրության համագարկի արդյունավետության։ Ընդդիմադիրները շատ են շեշտում, թե 10,000 դրամով թոշակը բարձրացնելն ավելի արդյունավետ էր, քան ապահովագրության համակարգի ներդրումը։ Ես չգիտեմ ով ինչ է ասում եւ ենթադրում եմ իրանց լսող էլ չկա։ Բայց մեր քաղաքացիները ինձ մաշկի վրա են զգում, երբ որ իրենք ստիպված էին ժամանակին X ծառայության համար, որևէ վիրահատության կամ բուժման կամ հետազոտության համար վճարել, եւ դա միայն այդ քաղաքացիները չեն, հասկանում եք իրենց ընտանիքի անդամ, սա որ ասում ենք 500,000 քաղաքացու է վերաբերում, կոնկրետ 65%, դա 500,000 քաղաքացու չի վերաբերում, դա վերաբերում է եւս 1.5 միլիոն մարդու կամ 1 միլիոն մարդու, որտեղ դրանք ինչ այդ մեր քաղաքացիները ինչ որ մեկի ծնողն են, ինչ որ մեկի քույրն են, ինչ որ մեկի հայրն են, մայրն են, եւ այդ բեռը իրանց ուսերին էր միևնույնն է ընկնում, որտեղ դու երբեք չես ուզում քո ծնողին թողնել անօգնական վիճակում առողջական խնդրով։ Հասարակության համար մեծ կարևորություն ունի սահմանամերձ բնակավայրերու մեջ 16 միլիոն դրամ պետական աջակցությամբ տուն կառուցելու ծրագիրը, որքան ժամանակով այդ ծրագիրը պիտի շարունակվի։ Նախարարը մանրամասնեց, այս ծրագրով 2384 հաստատված թիմում կա։ Այդքան ընտանիք, այդքան տուն։ Եվ համայնքներ ունենք, եւ տենց չեմպիոն համայնքներ էլ ունենք։ Ամենամեծը, եթե չեմ սխալվում, Նոյեմբերյանի Կողբ գյուղն է, 270, ամեն 280 տուն է կառուցվել։
որ պատկերացնենք։ Ու Տավուշը ընդհանրապես տենց չեմպիոնների մեջ է։ Ղարաբաղյան տեղահանված հայրենագիցները բնակարաններով ապահովելու ծրագրի մեջ հավաստակիրներու գդրուկ աճ կա, ասավ նախարարը։ Փետրվար 1-ի թրուչիամ 4404 ընտանիք ստացած է հավաստակիր, շուրջ 2000 ընտանիք իրացուցած է հավաստակիրը։ Անդրադարձ եղավ բազմազավակ ընտանիքներու աջակցության ծրագիրներուն։ Թորոսյանը նկատել տվավ այդպիսի ընտանիքներուն ոչ թե մեդալներով պետք է աջակցիլ, այլ իրապես։ Օրինակ մեր երրորդ եւ հաջորդ երեխայի մինչեւ 6 տարեկան 50,000 դրամ ստանալը դա իրական աջակցություն է։ Իդեպ ես շատ եմ շփվում մեր գործընկերների հետ տարածաշրջանային։ Ինքը նույնիսկ չափով շատ էական չափ է համեմատած արևելյան Եվրոպայի երկրների հետ։ 2025-ին աշխատանքի եւ ընկերային հարցերու նախարարության թեժգիծը ընդունած է 762,878 զանգ, սպասարկեց 386,000-ը։ Ֆիզիկապես բոլոր զանգերուն պատասխանել հնարավոր չէ, ասավ նախարարը, բայց դեղեկացուց, որ գործավարներուն հմտությունը պիտի զարգացվի, հնարավոր պիտի ելնա նաեւ առցանց խոսիլ քաղաքացիի հետ։ Կառավարության աշխատվան նիստին քննարկված եւ ընդունված են ընկերային ու տնտեսական ոլորտի նախագծեր։ Մասնավորապես հարկային օրենսգրքի մեջ կնախադեсվի փոփոխություններ, որոնք պիտի բարձրացնեն հարկերու հաշվարկման եւ վերաթարցնելու գործընթացը։ Գործադիր իշխանությունը նաեւ որոշում կայացուցած է դրամատրել պետական աջակցությամբ բնակարաններ ցերկ բերելու հնարավորություն սպայական կազմի զինվորական ծառայողներուն։ Այս տարի Սևանալիջեն պիտի արտոնվի իրականացնել Սիգի 550 տոն արդյունաբերական որս։ Այդ նպատակով ժամկետ սահմանված է փետրվար 6-ին մինչև նոյեմբեր 20։ Շրջակա միջավայրի փոխնախարարը զեկուցեց։ Որոշման հիմքը 2025-ին Գիտական կենտրոնի իրականացուցած Սևանալիջի մեջ ցգան բաշարներու հաշվառման տվյալներն են։ 25 թվականի տարեվերջին լճում Սիգի ընդհանուր պաշարը կազմել է 3591.8 տոննա, որից արդյունագործական ողջ պաշարը կազմել է 1373.9 տոննա։ Գիտական կենտրոնը ըստ պայմանագրի 26 թվականի ամռանը կիրականացնի ուսումնասիրությունների երկրորդ փուլը, որի հիման վրա կսահմանվի հավելյալ չափականակ աշնանային որսաշրջանի համար։ 2026-ի Սիգ ցգնադեսագի համար բնօգտագործման վճարը 1 կիլոգրամի դիմաց սահմանված է 200 դրամ նախկին 65 դրամի փոխարեն։ Բնօգտագործման վճարները պիտի վճարվին ոչ թե փաստացի օգտագործված ծավալի, այլ դրամատրված չափականագի համար։ Այս դարիներուն աջած են եւ որսի սահմանաչափերը եւ փաստացի որսացված ցգան չափականագները։ 2025 թվականին մենք ընդհանուր սահմանել ենք 1123 տոննա որսի թույլատրելի չափականակ 3 փուլով։ Առաջի փուլում 314 տոննա, երկրորդ փուլում 189 տոննա եւ երրորդ փուլում 620 տոննա։ Փաստացի որսվել է 1103 տոննա, վճարվել շուրջ 72.5 միլիոն դրամ բնօգտագործման վճար։ 24 թվականին ընդհանուր չափականակը կազմել է 679 տոննա, երկու փուլով 257 եւ 422, փաստացի որսվել է 652.5 տոննա, վճարվել 44.1 միլիոն դրամ։ Գվերանայվին բժշկական կենտրոններու նկատմամբ աշխատանքային հարաբերություններում մեջ տրվող պահանջները։ Հաջորդ հարցը զեկուցեց առողջապահության նախարարուհին, ընդգծելով նաև, որ պիտի ընդլայնին բժշկական գազམ་ագերբություններու կորզաթիր մարմիններու մեջ ընդգրկվող անցանց մասնակիտական գրթության վերաբերյալ պայմանները։ Շատ կարևոր է, որ պետական մասնաբաժին ունեցող բժշկական կենտրոնները լինեն ֆինանսապես կայուն, առողջ, զարգացող, ապահովեն նաև պետությանը շահաբաժինների վճարման ուրեմն անընդհատ ավելացող արդյունքներ եւ մենք էլ ունենանք չափելի ուրեմն ինդիկատորներ, որոնցով կարող ենք դնել առաջադրանքները եւ հետո էլ գնահատել նաեւ մեր կառավարիչների աշխատանքային գործունեությունը։ Ոչ թե գնահատեսվի գրճադում, այլ գազམ་ագերբայրավական ցևի խոշորացում, ինչ որ ըստ նախարարուհին հնարավորություն պիտի դա արդյունավետ կառավարելու, գրճադելու վարչատնտեսական ծախսերը, տրամամիջոցները ուղղելու, բարձրորակ ծառայություններու ապահովման։ Հարկային օրենսգրքի մեջ փոփոխություններու նախագծով պիտի կարգավորվին ավելցված արժեքի եւ շահութահարքի գծով հաշվետվություններու ներկայացման, հարկերու հաշվարկման եւ վճարման գործնականի մեջ հարաճած խնդիրները, նշեց Պետական եկամուտներու կոմիտեի նախագահը։ Ավելացված արժեքի հարկի մասով առաջինը, որը վերաբերում է մեր բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների, ապրանքների վերադարձի մասով կարգավորումներն են։ Մասնավորապես առաջարկում են կանոնակարգել ապրանքների վերադարձի դեպքում գործարքի ճշգրտման հետ կապված հարցերը, ինչ է դա նշանակում, ներկայումս
ճշգրտվում է միայն պիտանելիության ժամկետ ունեցող ապրանքների մասով, այսինքն միայն օրինակ հանրային սննդի կամ սննդի ապրանքների հետ կապված է դա, եւ մենք հնարավորություն ենք հարկային օրենսգրքում ստեղծում, որպեսզի մարդիկ կարողանան գործակները ճշգրտել բոլոր ապրանքատեսակների մասով, եթե իրենք կգտնեն, որ վերադարձի անհրաժեշտություն կա։ Փոփոխությունները կվերապերին ավելցված արժեքի հարգի եւ հսկիչ տրամարկղային մեքենայի գդրոններով վերադարձի գծով կորձարկներու ճշգրտման Եվրասիական տնտեսական միության ապրանքներու ներմուծումներուն գյուղատնտեսական գատնամթերքի ու արևային ուժանույթի ոլորտներուն Պետական եկամուտներու կոմիտեի նախագահը մանրամասնեց կկանոնագարկվին հսկիչ տրամարկղային մեքենայի գդրոններով ցերկ բերված ապրանքներու վերադարձի կորձարկները ադոնց ճշգրտման բարակային ավելցված արժեքի հարգի եւ արտադրության հարգի մասին դեղեցությունը հաշվետու ժամանակաշրջանի մեջ արդացոլելու հարցերը։ ՀԴՄ-ների վաճառքի դեպքում, երբ որ վերադարձա տեղի ունենում ներկայումս, հարկ վճարող ստիպված է գնալ հետ համապատասխան ժամանակաշրջանի գործարքը ճշգրտել իր բոլոր հետևանքներով, այս կարգավորումով վերադարձը դարձնում են գործարքի առանձին տեսակ։ Կոմիտեի նախագահին խոսքով ավելցված արժեքի հարգեն ազատման արտոնություն գարաչարգվի իրարել համայնքներուն նվիրատվությամբ ապրանքներու մատակարարման գծով ներկայիս ավելցված արժեքի հարգեն գազադի միայն բեդության դրված նվիրատվությունը։ Արևային ուժանույթի առնչությամբ փոփոխությունը կվերապերի ինքնավար արտադրողներուն։ Խոսքը մինչև 150 կիլովատ ուժանույթ արտադրող ենթակառույցներու մասին Էներգիայի ավելցուկի մասով շահութակ չի վճարվում, բայց մեր տարբեր սուբյեկտներին հնարավորություն չի տրվում, որպեսզի իրենք այդ ծախսերը նվազեցնեն շահութարկի հաշվարկներով եւ մենք այդ հնարավորությունը ընձեռում ենք, ինչը խթանելու է արևային էներգիայի տարածումը Հայաստանի Հանրապետությունում։ Սպայական գազմի զինվորական ծառայողները pedagogan աջակցությամբ հնարավորություն պիտի ունենան ցերկ բերելու բնակարան դուն։ Վարգը, կանխավճարը, մայր գումարը եւ դոգոսները պիտի մարե պաշտպանական կերադեշտությունը pedagogan կանցարանի միջոցներու հաշվին։ Պիտի դրվի սեփականության իրավունքը, բայց նվազագույնը 20 տարի ծառայելու պայմանով։ Ովքեր կընդունվեն ռազմաուսումնական հաստատություն, կավարտեն, կնշանակվեն Պաշտպանության նախարարության համակարգում կամ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում ծառայության մենք տրամադրելու ենք հավաստագրեր, որի միջոցով իրենք հնարավորություն կունենան ընտրելու իրենց բնակարանը կամ բնակելի տունը առաջնային կամ երկրորդային շուկայից։ Հավաստագրով զինվորական ծառայողին հասանելի գումարը պիտի որոշվի Երևանի մեջ 80 քառակուսի մետր տարածքով անշարժ քույքի արժեքով, որ այս վահուն կգազմե 35 միլիոն դրամ։ Զինվորական ծառայողը հնարավորություն պիտի ունենա քույքը ցերկ բերելու ոչ միայն Երևանի մեջ, այլև մարզերում մեջ։ Սա գործող ծրագիրը մենք շրջանակն ենք փոխում, թե նոր աջակցության եղանակը։ Փոփոխել ենք կարգը, լավարկել ենք, գույքը չի ձեռք բերվելու պայմանական պաշտպանության նախարարության կողմից մրցույթ հայտարարելու միջոցով, որտեղ կան մասնակցեն կառուցապատողներ։ Այսինքն մենք սրանով հանդերձ հնարավորություն ենք տալի, որպեսզի զինծառայողը նախ եւ առաջ ինքը իր ընտրությունը կատարի։ Չզեկուցվող նախագծով գործադիր իշխանությունը որոշեց 100 տարեկան անցանց հատկացնել 1 միլիոն դրամ, արժևորելով անոնց գենսափորձը։ Վաստակը 1 թարը փոլորած 71 քաղաքացիներեն 29 Գաբրին Երևանի մեջ, 42 մարզերում մեջ։ Համացանցի վրա աշխուժացած են գեղձ եւ մոլորեցնող հրաբարագումները, դարածված են արհեստական բանականությամբ ստեղծված պատկերներ եւ ապատեղեկատվություն, որոնք չեն համապատասխաներ իրականության։ Մասնակիցներուն խոսքով նման ոհվանթակության նպատակն է հանդուրժությունը մոլորեցնել եւ պետական հաստատություններու նկատմամբ վստահությունը բդգարեցնել։ Ես Ադրբեջանը սիչ Ադրբեջանցին Երևանի մեջ թաքսի չի քշեր, Շիրագի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աչապահյանը հիվանդանոցել ներս, ոստիկանները բռնի ուժով չեն դանիր։ Երևանի մեջ ալ չի նախադեсվիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի թույլտվությամբ միացերականներու համայնքի շքերտ կազմակերպել։ Մոլերոցնող գեղձ լուրերու նոր խմբականագա ամփոփեց հունվարի վերջին շաբաթը։ Այս լուսանգարը համացանցի վրա կդարածվեր հունվար 26-ին ի վեր, իբր Շիրագի թեմի առաջնորդ Միքայել Աչապահյանը ոստիկանները հիվանդանոցի մեջ թույլ չեն դար սուրբ հաղորդություն ստանալու, բռնի ուժով կդեղափոխեն, սակայն մեծ չանք ու համացանցային շատ գիտելիք պետք չէ բարձելու համար, որ լուսանգարը արհեստական բանականությունը ստեղծած է, ստեղծողն ալ սխալները ստուգել, շտկելու չանք չէ թափած, սկսած արհեստական բանականության ամենեն տարածված սխալ են, ցերքերու անհամապատասխանութեն են, մինչև ոստիգանի համասկես, թրոշ, իբր հիվանդանոց են ներսալ մահիճները միջանցքի մեջ կգտնվին, միջանցքի վերջավորության ալ խորան մգա։ Արդիկ շատ միակողմանի հայացքներ ունեն եւ ուզում են տեսնել այն ինչ որ իրենց հայացքներին համապատասխանում է։ Երբ որ
ԱԲ-ով ստեղծված կոնտենտը իրենց ուզածով է, նույնիսկ շատ վատ սարքած, մարդ մեկը ուզում է դրան հավատա, որովհետև իր սրտով է։ Ժամանակակրորեն առաջինը հրաբարակած է Աննա Օգանեզովա անունով գեղձ օգտադերը, ապազայն դարացած են այլ օգտադերերալ ու թերգը դարածեն, հագարակ ոչ միայն պաստերուստուկող հարթակներ նշած են, որ լուսանկարը սարքված է արհեստական բանականության գործիքով, այլև նույն իրենց տարածած հրաբարակումներուն տակ մեկնաբանություն կրած են։ Շատ դեպքերում դա միտումնավոր է, հա, մարդ հստակ գիտի, որ ինքը կեղծիք է տարածում, բայց տարածումը ինչքան ուզում ես տակը գրի գլուխ պատով տուր, ինքը մեկը տարածելու է։ Կան դեպքեր, երբ որ մարդ Ենթադրենք, սխալվել է, տարածել է։ Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ արհեստական բանականության գործիքներով ստեղծված փոխանցագությունը այսօր գօգտագործվի մեծ քանակությամբ։ Զեղծարարները շատ ավելի ակտիվ են օգտագործում, քան զեղծարարության դեմ պայքարողները, այսպես ասել։ Բայց բացի նրանից, որ միտումնավոր է այդ ամեն ինչ օգտագործում, շատ հաճախ մարդիկ խափտվում են, որովհետև օրինակ լրատվամիջոցը լուսանկար չունի ինչ-որ դեպքի հետ կապված, իլյուստրատիվ նկար է սարքում, մարդիկ դա անցալում են որպես ռեալ։ Լրատվամիջոցներն են, նույնիսկ նորմալ լրատվամիջոցները հաճախ չունեն հստակ քաղաքականություն, թե ԱԲ-ն երբ օգտագործեն, երբ չօգտագործեն, նշեն դա թե չէ, նույնիսկ տենց լուրջ քննարկումներ կան, որ ինտերնետում ԱԲ-ով ստեղծված կոնտենտը ավելի շատ է, քան իրականը, նույնիսկ արդեն խոսքը գնում, որ իրական էլ համարյա չի էլ մնացել։ Հունվար 20-ին այս լուսանկարի աղմուկը ստվերի դակ թողուց ադրբեջանցի թաքսիի վարորդի մասին լուրը։ Ֆիբ պաստերոստուկման հարթակի ցերքին դակ հայտնված տեսացայնակրություններ են բարձ գթարնա, որ վարորդը նաև ուղևորին նշած է, որ ադրբեջանցի չէ, բայց ուղևորը միևնույնն է զինք հորդորած է վերադառնալ Ադրբեջան։ А ты уходи в Азербайджан. Какой Азербайджан? Если что? Неправильно говорю. Я не Азербайджан. Вот это паспорт. Я гражданин Туркменистана. Это ваше право. Ասիգայալ իմ վարորդական արտոնակիրս է։ Ահա եւ անձնակիրս, ես Թուրքմենստանի քաղաքացի եմ։ Անբատ մեծ, որ մեկ դարին պիտի լրանա, որ Հայաստանի մեջ է, բարձած է մեքենան, տաքսի կքշե, արակումներ գնե, օրական մինչև 25 հասցե գերտա, երբեք զինք ադրբեջանցի հետ չէին շփոթած, նման խնդիրը չէր եղած։ У меня друзья есть, туркмен много есть. Այստեղ շատ թուրքմեն ընկերներ ունիմ։ Նախաբեսալ Ռուսիո մեջ տաքսի կքշեի։ Հայաստանի մեջ ինքզինքը լավ գսկա, վատ, սարն վերապերմունք երբեք չէր տեսած։ Թուրքմենստանի մեջ գինու 3 երեխա ունի, իմացած են դեպքի մասին։ Բարեկամներն ու ընկերները անընդհատ կհերացային են, հիմա ալ թեր չի հասկնար, թե ինչ ուղևորը չլսեց, չհավատաց իր լսածին։ Իսկ ասիկա ամենեն թարմ գեղձիկն է, որ հունվար 31-ին հրաբարակված էր իբր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն տված է ապրիլի 8-ին Երևանի մեջ միասերականներու համայնքի շքերք կազմակերպելու։ Քրեմլի մամեդ թուրք լրագրող Օքայ Դեփրեմի գեղձ լուրը այս անգամ Չինաստանի համաշխարհային հերադեսի լիցանցի պետական դեղեկատվական հարթակի թուրքալեզու տարայության մեջ հրաբարակված է։ Օքայ Դեփրեմը Քրեմլի մամեդ այդ թուրք լրագրողն է, որ նաև հրաբարակած է, թե իբր Հայաստանի մեջ 10 նոր մզգիթ պիտի գառուցվի, իբր թրքական ընկերություն մուտք պիտի գործի Հայաստանի ուժանյութային ոլորտ եւ այլն։ Ու ինչպես նախորդ դեպքերուն, այս անգամ առանց որևէ աղբյուր ներկայացնելու կնշե, որ իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը արևմտյան աշխարհեն նոր լրացուցիչ միավոր ստանալու նպատակով թրական կվերապերի շարժումին օրինականացման եւ անոր հանրայնացման։ Հիմնականում այս պահին այս ամեն ինչը նախընտրական դիտակն ունի։ Հա տարբեր թեմաներ կարող են լինել, որովհետև նախընտրական փուլում բոլորը միայն քարոզչությամբ չեն զբաղվում, այլ գտնում են հակառակորդի թույլ կետերը ու սկսում են նրան խփել։ Տեսնում ենք, որ նաև արտաքին գործոններ կան, այսինքն մի շարք երկրներ Հայաստանի դեմ իրականացնում են նաև մանիպուլատիվ արշավներ։ Դե գիտեք, առաջատարը Հայաստանի դեմ աշխատող միշտ եղել է Ադրբեջանը, շատ դեպքերում նաև Թուրքիայի հետ համադրված։ Այս պահին կարծում եմ Ռուսաստանի Դաշնությունը ավելի ակտիվ է Հայաստանում աշխատում։ Այսպիսի գուցե ավելի սուր, ավելի անհավանական նոր խմբականակներ կրգին պիտի ելան։ Սամվել Մարտիրոսյանի անձնական դիտարկմամբ հասարակության մեծ մասը, եթե որևէ մեղքարոզիչ չէ, հստակ ընդգծված քաղաքական կողմնորոշմամբ, ապա այսպիսի լուրերուն այլևս միանշանակ չի վերաբերիր։ Չի համապատասխաներ իրականության տարածված վերջին գեղձիկին արձագանքած են վարչապետին աշխատակազմեն, շեշտելով, որ նման հրաբարակումներու նպատակը հանրային բևեռացումն է եւ պետական հաստատություններու նկատմամբ վստահության թուլացումը,
մը ընտրական գործընթացներուն ընթരാճ։ Թուրքմեն վարորդն ալ հույս ունի, որ այս նկարահանում են ետք կոնե այլևս Իրանունը նկարը որպես ադրբեջանցի չեն շրջանարեր համացանցի վրա։ Միջաթեբեն քիչ մը վախցած է, դակավին անհարմարություն կսկա։ Երկար խոսիլ չի գրծանք անգաջաբարեր հասնելու հաջորդ բադվերին։ Այս շաբթվան համար մենք պատրաստած էինք այսքանը։ Շարունակեցեք հետևել առաջին ալիքին մինչ հաջորդ շաբաթ։